Կանոնակարգերը հանդիսանում են ցանկացած ոլորտի, այդ թվում նաև սպորտային ոլորտի, ֆուտբոլային ոլորտի անբաժան մասը։ Նրանց միջոցով է կազմակերպվում եւ կարգավորվում իրավահարաբերությունները ֆուտբոլիստի եւ ակումբի եւ ներկայացուցիչների, ինչպես նաև ֆուտբոլի ֆեդերացիայի միջև հենց առաջինը։ Խոսելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգերի մասին, կարող եմ նշել, որ կանոնակարգերը շատ հին են, նրանք չեն թարմացվում, բացառությամբ մի քանի կանոնակարգերի։ Օրինակ, հենց խաղի կանոնների կանոնակարգը վերջին թարմացումը կազմակերպվել է 2017 թվականին։ Ենթակառուցվածքների կանոնակարգը, որի մասին շատ քննարկվում են ներկայությամբ եւ անցած տարի, թարմացվել է 2021 թվականին։ Չնայած այն հանգամանքին, որ UEFA-ի կողմից կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, հենց UEFA-ի ենթակառուցվածքների կանոնակարգում, որոնք արտացոլված չեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համապատասխան կանոնակարգերի միջև, գտնում ենք, որ սա լուրջ իրավական խնդիր է։ Մեկ այլ խնդիր կանոնակարգերի մասով ցանկանում եմ նշել, որ կանոնակարգերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա պարունակում է բազմապիսի թե իրավական, թե տեխնիկական խնդիրներ, որոնց մասին բոլորը թվարկել չեմ կարող, սակայն որոնց մասին ես պարբերաբար տեղեկացնում եմ համապատասխան աշխատակիցներին ֆուտբոլի ֆեդերացիայի եւ պատրաստական եմ ներկայացնել այդ խնդիրները։ Առաջիններից մեկը ցանկանում եմ նշել, որ մրցումների կազմակերպման եւ անցկացման կանոնակարգի մեջ նշված է մի հղումը կատարված է ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական կանոնակարգին, սակայն կանոնակարգը չկա, ուղղակի գոյություն չունի։ Այդ մասով երկու անգամ հենց ես կատարել եմ հարցում ֆուտբոլի ֆեդերացիայի 2024 թվականի սեպտեմբերի 11-ին եւ 12-ին, որպեսզի տրամադրեն ինձ այդ կանոնակարգերը, որպեսզի որպես պրոֆեսիոնալ ակումբ մենք կարողանանք օգտագործել այդ կանոնակարգը, համապատասխան տեղեկությունը տրամադրենք մեր բժիշկներին, համապատասխան աշխատակիցներին, սակայն նամակներն ասել են անպատասխան, քանի որ այդ կանոնակարգ ուղղակի չկա, սակայն դրա վրա հղում կա։ Գտնում եմ, որ սա եւս մեկ խնդիր է, քանի որ ինչպես նշել էի արդեն կանոնակարգերի միջոցով է կազմակերպվում ընդհանրապես հարաբերությունը, իրավահարաբերությունը ֆուտբոլում, ինչպես ակումբի միջև, այդպես ֆեդերացիայի եւ այսպիսի թերությունների հետևանքով մենք ունենում ենք բացթողումներ։ Այդ կանոնակարգի մասին եւս շատ քիչ մարդիկ գիտեն, այդ կանոնակարգը, քանի որ դա վերջին անգամ թարմացվել է 2020 թվականին։ Իհարկե այդ կանոնակարգը պրակտիկ առումով երբեք չի օգտագործվել, կամ եթե օգտագործվել է, դա եղել է շատ վաղուց, եւ գտնում ենք կանոնակարգերի թեմային եւս մեկ անգամ անդրադառնալով, գտնում ենք, որ տվյալ կանոնակարգի չթարմացումը կամ չնորացումը կախված է եւս այն նրանով, որ չկա համապատասխան համակարգ եւ չկա այն մոդելը, որի հիման վրա պետք է այդ փոփոխությունը կատարվի։ Մենք տեսնում ենք վերջերս, որ բազում ակումբներ, այդ թվում նաև Ուրարտուն, այս վերջերս եւս Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ դժգոհություններ են հայտնում մրցավարությունից։ Չկա համապատասխան մեխանիզմ, որի միջոցով ակումբները կկարողանան բողոքարկել տեսուչների եւ մրցավարների որոշումները եւ կհասնեն համապատասխան արդյունքի։ Եթե մենք ուսումնասիրենք փաստաթղթերը, հենց կանոնակարգը, մենք կտեսնենք, որ կա համապատասխան բողոքարկման մեխանիզմ։ Սակայն այդ բողոքարկման մեխանիզմը չի աշխատում այնպես, ինչպես որ պետք է։ Հենց Ուրարտուի կողմից բազմապիսի բողոքներ են ներկայացվում ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժին, որը ուսումնասիրում է հենց մրցավարների կողմից բացթողնված սխալները, սակայն այսքան ժամանակ պատշաճ պատասխան եւ հիմնավորված պատասխան մենք դեռևս չենք ստացել, ուստի եւ խորհուրդ ենք տալիս թարմացնել եւս այդ կանոնակարգը, որպեսզի նպաստի հետագա ֆուտբոլի զարգացմանը։ Sky-Pro համակարգը նախ եւ առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնակարգերում ավելացվել է, սակայն սահմանումների բաժնում չի ավելացվել, այսինքն եթե մենք ուղղակի ուսումնասիրենք եւ փորձենք հասկանանք ինչ է ներկայացնում այդ ծրագիրը, մենք չենք կարող, քանի որ չկա համապատասխան սահմանումը։ Այդ սահմանումը նկատելուց հետո ես կապ եմ հաստատել համապատասխան աշխատակիցների հետ ֆեդերացիայի եւ ստացել եմ պատասխան, որ այդ ծրագրի միջոցով կատարվելու է այն ֆուտբոլիստների բժշկական հետազոտությունների հավաքագրումը, որոնք որ հետագայում խաղալու են իրենց ելույթները շարունակելու են հավաքականներում տարբեր տարիքայինների եւ ընդհանրապես այդ համակարգի միջոցով ակումբը պետք է տրամադրի ֆուտբոլիստների վնասվածքների պատմությունը ֆուտբոլի ֆեդերացիային։ Ընդհանուր գաղափարը գտնում ենք, որ վատը չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա անձնական տվյալ է, եւ ֆուտբոլիստը այդ անձնական տվյալը տրամադրում է ակումբին առանց թույլտվության, որ հետագայում տրամադրվի հենց ֆուտբոլի ֆեդերացիային եւ չկա համապատասխան պայմանագիր ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ակումբի միջև տվյալ տեղեկությունը պատշաճ տնօրինելու օգտագործելու մասով եւ այն վերաբերվում է երրորդ անձանց, այս դեպքում ֆուտբոլիստներին, գտնում ենք, որ համակարգը համապատասխանորեն մշակված չէ եւ կիրառելի չէ
ենթակա չէ օգտագործման։ Այդ իսկ պատճառով հենց ֆուտբոլային ակումբ Ուրարտուն իր տեղեկությունը ֆուտբոլիստների մասին տեղեկությունները չի մուտքագրում այդ համակարգ, պատճառաբանելով հենց իմ ասած հիմքերը։ Այդ մասին ծանոթացված են ֆեդերացիայի համապատասխան աշխատակիցները։ Նախ եւ առաջ ցանկանում եմ նշել, որ կոմիտեները դրանք այն միավորումներն են, որոնց միջոցով թարմացումներ են կատարվում ընդհանրապես որևէ սպորտի տեսակում, այս դեպքում ֆուտբոլում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կա 12 կոմիտե, մշտական կոմիտեներ կան, անկախ կոմիտեներ կան եւ այլ կոմիտեներ եւս նշված են։ Հենց ես ինքս հանդիսանում եմ մշտական կոմիտեի անդամ, ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտեի անդամ եմ հանդիսանում, սակայն կոմիտեները չեն գործում բավականին պաշտաշ կերպով, ինչով է դա եւ հաճախականությամբ, ինչով է դա պայմանավորված, որ հենց նույն ֆուտբոլիստների կարգավիճակի կոմիտեն վերջին անգամ կազմակերպել է ոնց որ միջոցառում քննարկում 2022 թվականին։ Իմ նշած ընտրական կոմիտեն, մասսայական ֆուտբոլի կոմիտեն, բողոքարկման կոմիտեն, կարգապահական կոմիտեն, նրանք շատ են, ինչպես նշեցի 12-ը, բայց ամենաակտիվ դերակատարումը, ամենաակտիվ զարգացումները, ամենաակտիվ հանդիպումները կազմակերպում է հենց կարգապահական կոմիտեն, համենայն դեպս ինչ որ նշված է ֆեդերացիայի կայքում, որովհետև անուշի կարգապահական կոմիտեի միջոցով կատարվում են գործողություններ, որոնք ուղղված են կարգապահական պատասխանատվության ենթարկելուն։ Գտնում եմ, որ կոմիտեների ակտիվ աշխատանքը միայն կնպաստի հայկական ֆուտբոլին, եւ ես որպես կոմիտեի անդամ կաջակցեմ ամեն կերպ կոմիտեների աշխատանքին։